Սիրելի հետևորդներ, բարևներ, ողջույններ, ոնց եք ինձ հարազատ դարձած մարդիկ։ Մեր շենքի մոտով բարձրանում եմ վերև, Հողամասի կողմը չեմ գնում։ Որոշեցի քայլելով, հավեսին ջերմ տաք եղանակ կա, քայլելով կամաց բարձրանամ, տեսնեմ գարնան ավետաբեր ծաղիկները դուրս են եկել, թե ոչ։ Իհարկե ծնծաղիկը դուրս է եկել, բայց ինձ թվում է շատ պետք է գնամ, որ գտնեմ, գոնե մի երկու հատ տես լվուշի համար ճարեմ։ Մեր շենքի մոտն եմ, դիմացս մեր շենքն է, մենակ եմ գնում, չգիտեմ, լավ եմ անում, վատ եմ անում, բայց մենակ եմ գնում։ Մի պա ցույց տամ ես տեսարանը, ահա, սա մեր շենքն է, այս են գեսի առուն, այսպես։ Այստեղ շուտ եղինջները դուրս են գալիս, հենա նկատեցի, որ եղինջները կան, ու գնում եմ։ Նեղ արանքներով, նեղ փողոցներով։ Գիտեք, ես էլ որ մտքիս մի բան դրեցի, պիտի գնամ։ Այս տաք եղանակին հոգնում եմ տունը նստելուց, ուզում եմ դուրս գամ, քայլեմ, այս բնության հոտը վայելեմ, ճիշտ է դեռ են գարնան հոտը չի գալիս, բայց դե մի տեսակ եղանակը կոտրվել, փոխվել է։ Տեսնեմ ուր եմ մինչև տենց գլուխս վերցնելու գնամ, մինչև ուր պիտի գնամ, այսպես կգնամ։ Լիա, բարև։ Բարև։ Ոնց ես։ Ահա, նեղ արանքներով իմ սովորական ճանապարհն է։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Այդ երեք քույրիկներով հեծանիվ եք քշում։ Հա։ Ահա, ասած գնամ։ Համարձեպական տուն չապրեր։ Ես ինչ եմ լցրել սունկաս, խշխշալ են, կտկտալ են, հետը ստանում եմ, դե իմ նկարելու պարագաներն են։ Թռչունների ձայնը այստեղ փոխվեց, հետաքրքիր երգում են, գարթիկ աշխատանքներ են կատարում, վառում են, մաքրում են այգիները, վա ես էլ այտենց մնացել եմ, չեմ գնում Հողամաս։ Օ, ծուխը տվին վրես։ Այսպես ծուխը տվին վրաս, դե, քողողի կանչելը, լրիվ գարուն է, սիրելի հետևորդներ, լրիվ գարուն, լսում եք, լրիվ գարուն,
Հիմա այսպես նայում եք, հեսյա մի շաբաթից կտեսնեք այստեղ ինչ կանաչ է լինելու։ Ոյ ջուրն է գալիս է, կարելի է գնալ խմել։ Այս ջրի ձայնն էլ է ինձ խենթացնում, ամեն մի ձայն սիրում եմ, սիրելի հետևորդներ, բնություն սիրող մարդը այդպիսին է։ Եվ ես փորձեմ ջուր խմել, փորձել է որն է, այդպես էլ հանեմ։ Ընտիր էր։ Եվ իմ ճանապարհը շարունակեմ։ Այս կողմ գալուց հետո ջուր չեմ բերում, գիտեմ, որ այստեղ ջուր կա։ Ինչ է տոքո։ Եղինջն է լաց կլինի, ես աստեղ նայեմ։ Արդեն կարելի է գալ մասուրել, հավաքել այստեղից։ Եղինջի տեղը հեսա։ Թիթեռնիկներն էլ են հել է, թիթեռները տաքեր ընկել են։ Այ, իրոն թիթեռ, եկել ես եղինջ քաղես, հես են, տեսեք, եղինջն էլ ա եղել։ Ուսումնասիրություն, ասածն ծաղիկը հետ դուրս եկած լինի։ Այս վերևի մասերում ես մոտիկ տեղ մի քանի տենց հատ տեսել եմ։ Հեռու, դե իհարկե հեռու տեսնեմ ոնց կարամ գնամ, ոնց կարամ։ Հեյ ճամփաներ, անդարձ ու հին ճամփաներ, քանիսն անցան ձեզանով, ձեզնից առաջ, էլ չեմ հիշում, Հովհաննես Թումանյանի քառյակներից են։ Նստելու քար են, պոպոկ են կոտրել, նուշ են կոտրել, ես էլ նստեմ հանգստանամ։ Դե գիտեք, քարերն էլ իմ նստարաններն են։ Թեկուզ ոչինչ էլ չանեմ, սիրում եմ նստել բնության մեջ, վայելել այս լռությունը, թռչունների ձայնը, ջրի ձայնը, որտեղ է ընկած այն քարը հիմի, որ հողից վրա շիրին պիտի լինի։ Իր թափառ կյանքում մարդին չիմանա, չի նստել թախծել այդ քարի վրա։ Սիրելի հետևորդներ, հասմունքելով, ճար ասելով գնում եմ, գոնե մի երկու ձնծաղիկ լինի քաղեմ, հայտարարած չլինեմ, տնից տեղից կտրվել եմ, Հողամասում էլ արդեն աշխատանքներ կատարելու եղանակ կլինի, միգուցե այնտեղ մի քիչ ցեխ լինի, այս կողմը գյունավար տեղ է, մեր վայքի բարբառով ասած, արևը անմիջապես այս կողմը խփում ու այս կողմի ձյունը միշտ էլ շուտ է հալվում։ Ես հելա, դուք էլ լայք եք։
Եք ինձ նման էլի մարդիկ կան, որ թորնունքով են ֆռում են, քայլում են, երևի ձնծաղիկ են հավաքում։ Ես էլ գնամ, տեսնեմ։ Ահա։ Ոնց որ թե ինձ ճանաչեցին, ես էլ հտենց չգիտեմ, մոտենում են ինձ։ Ես տեղ ինչքան բարձանում եմ այս վայրը, երեխաները վազում գալիս են դեպի ինձ։ Այս մասերին է ձնծաղիկը։ Գուցե փնտրեմ ու ճարեմ։ Մի քանի հատ եմ տեսել։ Այ, ջարեցի սիրելի հետևորդներ, ես ոնց կարեմ չջարեիմ, չէ, ոչ մի հատ, այ, գարնան ավետաբեր ծաղիկը, բարի գալուստ, սիրելի ձնծաղիկ, հետքան տեղ կտրեցի եկա, քեզ համար, Ռաչուկները բացել է արդեն, ես մեկ, բայց մի հատ ափսոս է, որ քաղեմ, վերևներն էլ կա, հա, լավ, ուրեմ կքաղեմ, գիտեմ իրանց, ոնց եք երեխեք, լավ եք, հա, Ինչ աշխատանքի կանում, արի կեզ է պաչը, ոնց ես, Են մի անգամ էլ եմ, չէ եկե վազելով եկան մի շխուրդերի թիթիզ աղջիկ Ահա և ես էլ դե ինչպես միշտ զինված եմ եկել դանակ-վանակներով որ քաղ Հա հեսա տե կա վերևն էլ կա հենա երևում են սենց կքաղեմ դանակ-վանակներով եկել եմ Դե հիմա ինձ ասեք, ես պոկ եմ, չէ, բա այսքան տեղեկ է հասել եմ, չպոկ եմ, չքաղեմ, ես ինչ լավ հոտ ա գալի, համեղ ափսոսա, համ էլ դե եկել եմ պիտի տանեմ, Այ, մայր հողից պոկեցի, այ, ափսոս, տենց մի քիչ բարձր չեն, ինչ լավն են, մանուշակներ ոտքերիս ու շուշաներ ձեռքերիս, ես կարելի ասեմ, ես փոխեմ ասեմ ձնծաղիկներ ձեռքերիս ու գարունը կրծքիս տակ ու արևը աչքերիս Վայքից հելյա ես սարեր, ու այս սարերում ինչ հրաշք ձնծաղիկներ կան, սիրելի հետևորդներ են, որ քաղեմ, որ տանը չասեն, ձնծաղիկը չի եղե, ասում եմ գնանք ձնծաղիկ բերենք, ասում են չի եղե, ոչ չի եղե, եղել է, հոտը խենթացնում, հոտից չեմ կշտանում, այ գարնան հոտ, այ գարուն, ներքևը բա իչքան կա, Ես էլ խենթի պես պետք է վազեմ այս ձնծաղիկները քաղելու համար, այս տարածքը ամբողջությամբ ձնծաղիկ է, գարնան առաջին
ավետաբեր ծաղիկը, այն որ գարուն է ավետում, գարնա խորհրդանիշը, ոյ, այստեղ ինչքան կան, լիքը, ինչ է շոքա, իրոք շոքեցի, շոքա, այոտը, բուրմունքը, միատ նայեք, գեղեցկություն ու պատկերացրեք ինչքան խոնավ է կանանչե հատվածը, այնքան լավ են ու թարմ են ձնծաղիկները, ոյ ես ինչքան կա, ինչքան կան, իմ բախտից, ահա ստեղ խոնավ է հողը, կարևորը որ իրա սոխուկը մենք չենք անում, դե գիտեք ձնծաղիկը սոխուկով է աճում, կարևորը սոխուկը չենք անում, բա պիտի տանենք տուն էլ ուրախանանք, չէ, այսպես ամբողջ է սարը ձնծաղիկ է, այ, չեմ կշտանում հոտից, ինքան հոտ կքաշեմ և կսպարվի, կվերջանա այս հոտը, ու այնքան տարված, այնքան կլանված եմ քողում, որ չեմ տեսնում, բանջարը դուրս է եկել, իհարկե այս մասերում են ուլիա կանչ, պրպոշ, բան, տես դուրս եկած կլինեն, ուշադիր լինեմ, հիմա ձնծաղիկով եմ տարված, ես սխալ արեցի, ռեզին չբերեցի, էսի մեկ սխալ, դե սխալներն էլ ոչինչ, թող այսպիսի սխալներ լինեն, ձեռքով ես կպահեմ, ստերանք էլ էլի հեզա, ոյ, էսի սիրուն նախշուններ են, էսում սիրուն պուպուշներն են, Էսում սիրուն համովներն են, ես անցած անգամ ասեցի, չէ, որ ես չեմ սիրում, որ ինձ տենց փնջերով վաճային ծաղիկներից են տալի, ես սիրում եմ այս դաշտի գեղեցկուհիներին, որ դաշտի ծաղիկները ամենալավն են, ամենահոտավետը, համեցեք ձնծաղիկ քաղելու և հիմա ես սարից կիջնեմ քաղաք ու խայտալով մայթերին ու շաղտալով մայթերին ձնծաղիկներ միայն, որտև ձնծաղիկի սեզոնն է, խաղում եմ, այնքան լարված, այնքան կլանված, օձերն է դուրս եկած կլինեն հաստատ, որտև շատ տաք է, ոյ, տեսնում եք, չէ, դեր խոտը չկանաչած, այս հրաշ ծաղիկները բուսել են, աճել են, ամբողջն էլ այստեղ քարքրա է, քարքրա, քարերի միջից, ահա այսին է, մեղուները ինձ թվում է արդեն դուրս են եկել, բայց չկան, թե չէ կգային ձնծաղիկների վրա մեղուները, բայց մրճեմները, բլոճները դուրս են եկել, ճանճերը, քաղելով, թռչկոտելով գնում եմ, այնպես եմ ուզում գոռամ, ոյ, այստեղ ինչ լավերն են, բարձր են ու խոնավ,
Եվ այնպես եմ ուզում ուրախությունից գոռալ, ճվալ, ժողովուրդ, գարուն է եկել, գարուն, գարնանամուտ, գարնան հոտ եմ առնում այս ձնծաղիկներից, հրաշքներից, ոյ, գարուն այնքան ծաղիկ է վառել, գարուն այնքան չքնաղ է կրկին, ուզում եմ մեկին քնքշորեն սիրել, այս ծաղիկներին, օխ, հոտ ամեն ինչ արժի, հոտ քաշելով գնամ, ես էլ սնկի պես այս ձնծաղիկը քաղում ես, մեկ է տենում ես եսի մուր գնացիր, պայուսակս էլ թոլոզ մայել եմ էին, երզերը եկել եմ, կարևորը ձնծաղիկներն է, ձնծաղիկ քաղեմ, կարևորը դա է, եկել եմ, լավ եմ արե, ես այստերանք էլ էլի կան, պայուսակս հեսա ստեղ եմ դրել, գիտեմ ես որտեղ եմ դնում, ինչ եմ անում, անգիր գիտեմ, կարևորը չի կորի, ես փունջս լրացել է, սենց հիմա պայուսակս դնեմ այստեղ, սենց վրան արևը չտա, ինչ քար քրա են ու գնամ դեպի այն կողմ, հիմա էլ մի բուկետ է, մի փունջ է քաղեմ, մի փունջ էլ քաղեմ, եկա բանը, օրինական, իհարկե կա, որ մարդու մտքին տեղ լինի, ահա տեսեք, չէ, քարը ամբողջ է, մոզի թաղը, քարը, բայց է ձնծաղիկները կան, էիսա, սենց ձնծաղիկները, այստեղ են ասում, չէ, ձյունից ինձ նայող աչերն ամփյուր եմ, էսա, ձյունից դուրս են եկել, ու անմեղ հայացքով նայում են ինձ, ես էլ սնկի նման, են որ չոր խոտերի տակա, լիքը կա, քարը քռայի մեջ ավելի լավ են ես ներքևի հատվածներում, ավելի տենց փորթամ երկար, ինչու, որովհետև այս մասերում խոնավությունը ավելի լավ է, ես էլ հո չեմ քրտնել, ես ինչ շոքեր այ մարդ, կարելի է կարճաթև հագնել, սրանից հետո գալ դաշտ, քրտնում ես, հետո սառես ավելի վտանգավոր է, թեթև հագնվել, ահա, քրտնեցի, այնպիսի արագությամբ եմ հավաքում, ծես թե հրկիցս պետք է առնել, թռամեց, մի հատ տեսա, աչկս ծակեց, ինչու դժվար են դուրս գալի, ոյ ուր ես ընկնում,
Ափսոս ջուր չեմ բերել, բայց այստեղ ջրափոս կա, մի հատ տանեմ թրջեմ ձնծաղիկներիս։ Սակս այստեղ է, ոչ ոք չի տարել, ձնծաղիկներս էլ նույնպես այստեղ են, բայց ես գիտեք ինչ եմ ուզում անել, ուզում եմ իմ ես ծաղիկներին փրկել, մոտս ոնց որ թե կապելու հարմարանք էլ կա, ես մի բան վերցրել էի, ուրա, երկու փունջ կանեմ, երկու փունջ, սիրունիկ, ինձ կփաթաթեմ, ահա, խելք, սա ես վերցնում եմ հետս դե, դաշտ եմ գնում, մարդ եմ, ձերք ճղել կա, բան կա, կապում եմ բինտով, ինչու չէ նաև դեքսամետազոնով, սպրիչով գնում եմ ես, որովհետև գիտեք, մեղուն կծեց ալերգիա է տալու, ես էլ մինչև շտապ օգնություն կանչեմ, ինձնից լավ ինձ ոչ մեկ շտապ չի օգնի, ես ինքս ինձ սրսկում եմ ալերգիայից խուսափելու համար, դրա ճարն է արեցի և ուզում եմ ջրի մեջ տանեմ թրջեմ, խոնավություն պահպանեմ, մի քիչ էլ էլի կքաղեմ։ Ահա, քանի որ այստեղ ջուր կա, ոչինչ որ մի քիչ տենց բանա, բայց դե ծաղիկներից փրկեմ, տանեմ տունը կլվանամ այս պոչի հատվածները, հետ մի քիչ ջրոտեմ, որ չթառամեն, դաշտի մարդ ենք, ինչ ասես, պիտի անենք, ահա, երկու բուկետ, կարևորը քաղեցի, ճարեցի, որ մարդու մտքին տեղ լինի, բաստե հեսա, մի քանի հատ էլի ընտիրները կա, սրանց է քաղեմ, մայր հողից պոկ Ես կողմու կանաչ ավելի շատ ապչեղ է, բայց իմ կարծիքով իմ իմանալով ես կողմերի վրա չկա, այն կողմի վրա է, ինձ միշտ հանդիպ է, չգիտեմ, սենց գնում եմ, տեսեք կանաչը շատ է, բայց դե ձնծաղիկ չկա այստեղ, հետաքրքիր է, ծաղիկներ ձեռքերիս, Սարից իջա ես քաղաք, գնամ մի հատ ջրի մոտ էլ սրանց լավ թրջեմ ու տուն, կարծում եմ հետաքրքիր էր, հավանեցիք իմ ձնծաղիկ քաղելը, մենակ էիմ, կարող է մի քիչ նկարահանումը թերի լինի, բայց դե ներող եղեք, ուսամ կհասկանաք, որ ինչքան դժվար է մենակով վլոգ նկարել, համ քաղել, համ նկարել, համ զրուցել, մի կադրի համար այնքան եմ չարչարվում, որ մի գեղեցիկ կադր ստանամ, շատ եմ չարչարվում, և դուք էլ մի մոռացեք, լայքեք սիրելի հետևորդներ, և պարտադիր դիտեք, մի բաց թողեք վլոգում նշված ռեկլամները, որոնք արդեն տեսանելի են,
Սիրելի հետևորդներ, անպայման դիտեք ու լայքեք։ Ես ձեզ բոլորից շատ սիրում եմ եւ ուրախ այսպես ծաղիկները ձեռքերի շնում եմ տուն։ Մեր տունն էլ մի երկու ադմա, մի երկու լոնք եւ Նազոն կհասնի տուն։ Ես այդ ջրին եմ հասնում, ես հրաշքներից թռչեմ, չվնասվեն, չթառամեն։ Իսկ ես ինչու եմ երկու փունջ արեցի ձնծաղիկը, ինչու երկու փունջ արեցի ձնծաղիկը, ով կարող է գուշակել, ով կարող է կռահել, ինչու երկու փունջ արեցի, մեկնաբանություններում գրեք, իհարկե վլոգում կտեսնեք, մինչև վերջ, եթե նայեք, անպայման կտեսնեք։ Ես էլ հասա այստեղ, սիրելի հետևորդներս, ձնծաղիկներից պոչիկները մի հատ լվանամ, խոնավ սիրուն, և հեսա կհասնեմ մեր շենք։ Ամբողջ ճանապարհին այս ծաղիկները քթիս առաջ ես հոտ քաշելով կգնամ։ Ասեմ, որ հոտն էլ չի վերջանում, որտից վերջանա։ Անվերջանալի հոտավետ են այս ձնծաղիկները։ Ու մարդիկ ինձ տեսնելով իրենց հոգնած աչքերին գարուն տեսան նորաբույր, ես էլ արդեն ես եմ հորինում, իհարկե մարդիկ նայում են, դրա համար հետ միտս ընկավ արտասանեցի, արդեն այստեղ սեփական տներ են ու մարդիկ էլ նայում են, կասեն, ահա այս խենթը գնաց եւ իրեն գցեց դաշտերը, ձնծաղիկ հավաքեց ու եկավ, արևն էլ մերթ տալիս է երեսիս, շողշողում եմ այսպես, և այս պահը այնքան եմ ուզում նեք են, որ սարից իջնում եմ ես քաղաք, ահա, մեր շենքը երևաց, ու այսպես։ Ինչ եք խաղում երեխեք։ Այնքան ուրախ եմ իմ այս ձնծաղիկների վրա։ Ուրախ, կարելի ասել ինձնից գոհ, իջա տուն։ Մնացեք մինչև վերջ եւ կտեսնեք, թե այս ձնծաղիկների փունջը ինչու երկու հատ կապեցի, ինչ եմ անում։ Սրանցից մեկի հետ ինչ է լինելու։ Եվ գլխավոր ճանապարհը։ Հասա շենք։ Մի հատ էլ ջուր խմեմ։ Ահա եւ Նազոն գնաց դաշտ, բերեց երկու փունջ ձնծաղիկ, մեկը ջուրը լցրեց փոքրիկ ծաղկամանը, մեկը ինձ, ահա, այս մեկն էլ, այս մեկն էլ շուտով կտեսնեք, ումը կտամ, ահա, Ալյա, ձնծաղիկ եմ նվիրում քեզ, լավնա, դե դիր ջրի մեջ, ահա, այս էլ տեսեք, Ամալյայից նվիրեցի,
Գարնան ավետաբեր ծաղիկը։ Գարունը գալիս է։ Գարունը եկա, բաղջաները մնացին, Ամալյա։